Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Ռի-Նյուզ լրատվականը, բարի լույս։ Մի քանի օր շարունակ հանրությանը ցնցած լուրը 3-ամյա Տիգրանի անհետանալն է։ Վերջին տեղեկություններով Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում որոնողական աշխատանքները շարունակվում են։ 200-ից ավելի փրկարարներ ու Երևանից կամավորներ են ներգրավել աշխատանքներին։ Երեխան անտառում խաղացել է 5 տարեկան եղբոր հետ, միայն նա կարող է պատմել, թե վերջին անգամ որտեղ է տեսել փոքր եղբորը, սակայն երեխան խոսքի խնդիր ունի։ Գյուղում մեր նկարահանող խմբին ասել են 3 ոչ ոք իր երեխային մանկապարտեզ չի տարել անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն առևանգման վարկած այս պահին հավանական չեն համարում իրավապահները։ Թեմայի վերաբերյալ ներքին գործերի նախարարությունն է հայտարարություն տարածել, որով կոչ են անում հարգել ընտանիքի հույզերը եւ խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, իսկ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում, ասված է հայտարարության մեջ։ Տիգրանի տեղը ցույց տուր, ուր է Տիգրանա։ Տիգրան ուր է։ Հարյուրավոր ոստիկաններ, փրկարարներ ու կամավորներ են միացել Երևանից անհետացած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներին։ Երեխան անհետացել է հոկտեմբերի 27-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում։ Ըստ նախնական տվյալների երեխան եղբոր հետ հենց այս կամրջի մոտ է խաղալիս եղել, բայց եղբայրը մենակ է վերադարձել տուն։ Նա ոչինչ պատմել չի կարող, չի խոսում։ Ընտանիքում 5 երեխա են, 3 եղբայր ու 1 քույր ունի Տիգրանը։ Լուր կա, որ 3 Տիգրանի մոր ծնունդն է եղել։ Համայնքի ղեկավարն ընտանիքի մասին դրական կարծիք ունի, նորմալ հարևանություն էին անում։ Մարզպետ Կարեն Սարգսյանը եւս Հովհաննեսովներին գիտի որպես պարկեշտ ընտանիք։ Ընտանիքը սոցիալապես անապահով ընտանիք է, որպես այդպեսին համայնքում բոլորը ճանաչում են իրենց, բազմամարդ ընտանիք է։ Որոնումներն ընթանում են ինչպես գյուղի տարածքում, հարակից անտառներում, այնպես էլ Սևանա լճի ափին, դրոններով ու կինոլոգիական խմբերով։ Շուրջ 200 կամավոր է մասնակցում որոնողական աշխատանքներին։ Կիրառում ենք բոլոր տեսակի տեխնիկական միջոցները, սակայն դեռևս հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները դրական արդյունք դեռևս չեն տվել։ Ծնողներն այսօր երեխաներին մանկապարտեզ չեն ուղարկել, վարկածներից մեկն առևանգումն է։ Տիգրան Հովհաննեսովի անհետացման դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է սպանությունը։ Իդեպ սա վերջին կես տարում մանկահասակ երեխայի անհետանալու 2-րդ դեպքն է։ Կոտայքի Մարմարիկ գյուղում կորել էր 2-ամյա Տիգրան Պետրոսյանը։ 20 օր տևած որոնողական աշխատանքներից հետո երեխային գտել էին գետում։ Սիմոն Հովհաննիսյան, Անի Հովհաննիսյան եւ Գևորգ Սիանոսյան, Ռիոփեն մեդիա։ 3 տարի 2 ամիս կալանքի տակ պահելուց հետո Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, հայտնել է նրա պաշտպանը։ Հիշեցնեմ, որ գեներալը կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերի 1-ին։ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրանքի նա չունենալով նման լիազորություն Արեգաբարձրունքից նահանջի հրաման է տվել, ինչի հետևանքով բարձրունքն ու հարակից դիրքերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արզումանյանը չի ընդունում մեղադրանքը, այս տարիներին դատական նիստեր չեն կայացել։ Փոխվել է նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը, կալանքը բացակայելու արգելքով։ Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակ դիմում էր հղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, խնդրելով վերացնել փաստաբանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։ Պատճառն այն էր, որ Կոչուբաևի երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Կոչուբաևը մեղադրվում է դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող եւ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկատվություն հրապարակելու համար։ Մոսկվայից Երևան վերադարձած Մասիս համայնքի ղեկավարն այդպես էլ չկայացած իմպիչմենտի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալել են նրան։ Երևանի քրեական դատարանը 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել եւ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը։ Նրան դիմավորելու էին գնացել հարազատները, համակիրները, հանրապետական կուսակցության անդամներ։ Օդանավակայանի տարածքում նաեւ ոստիկանական ուժեր էին կուտակվել։
Ռուսաստանի արտգործ նախարար Լավրովն է հայտարարել, թե Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին կտրել դաշնությունից, բայց Մոսկվան կկանխի նման փորձերը բոլոր հնարավոր միջոցներով։ Լավրովն այս մասին խոսել է Եվրասիական անվտանգության Մինսկի 3-րդ համաժողովի նիստից հետո։ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը կառուցում են իրենց սեփական երկխոսությունը, փոխգործակցության կառույցները Կենտրոնական Ասիայի երկրների, Անդրկովկասի երկրների հետ, և Արևմուտքը փորձում է այդ կապերը օգտագործել ոչ այնքան փոխշահավետ համագործակցության համար, որքան այդ երկրներին Ռուսաստանի դաշնությունից կտրելու նպատակով։ Մենք կկանխենք նման միտումները բոլոր առկա հնարավորություններով՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական։ Ռուսաստանը երբեք չի համաձայնի, որպեսզի Կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում իր դաշնակիցների ու համախոհների բարի կամքն օգտագործվի և չարաշահվի, և որ նրանց մղեն դեպի Ռուսաստանի հետ հակազդեցության, ինչը բացարձակապես անբնական է նրանց տնտեսական և քաղաքական շահերի համար։ Իսկ այժմ միջազգային լուրերին անդրադառնանք։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը այցելել է Թուրքիա հանդիպելու նախագահ Էրդողանի հետ, որպեսզի քննարկեն Եվրոֆայթեր կործանիչ ինքնաթիռների վաճառքը Թուրքիային։ Սա շատ կարևոր քայլ է Թուրքիայի համար, քանի որ նրանք ցանկանում են նորացնել իրենց ռազմական ինքնաթիռները։ Նախկինում Միացյալ Նահանգները Թուրքիային դուրս էր թողել F-35 նորագույն ինքնաթիռների ծրագրից, քանի որ Թուրքիան Ռուսաստանից գնել էր S-400 հրթիռային համակարգեր։ Այդ պատճառով Թուրքիան հիմա դիմել է Եվրոպային, չնայած Գերմանիան սկզբում դեմ էր այս ինքնաթիռների վաճառքին Գազայի պատերազմի հարցում Թուրքիայի դիրքորոշման պատճառով, բայց այժմ նրանք համաձայնություն են տվել։ Ավելի մանրամասն եկեք դիտենք ռեպորտաժում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ստորագրել են աշխարհում լայն արձագանք ստացած պաշտպանական համաձայնագիր, որով Թուրքիան 8 միլիարդ ֆունտ ստերլինգի կամ 9 միլիարդ եվրոյով ձեռք է բերելու 20 Եվրոֆայթ Թայֆուն կործանիչ։ Այս գործարքը խորացնում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև ռազմավարական կապերը և զգալիորեն ուժեղացնում Թուրքիայի օդային պաշտպանությունը տարածաշրջանային մրցակիցների, այդ թվում Իսրայելի հետ հավասարակշռությունը պահպանելու ձգտման ֆոնին։ Սա շրջադարձային պահ է, որն արտացոլում է մեր առկա համագործակցության աճող խորությունն ու ընդգրկունությունը և ավելի առաջ գնալու մեր ձգտումը։ Դրա հիմքում մեր այսօրվա համաձայնությունն է, որ Մեծ Բրիտանիան Թուրքիային կտրամադրի 20 նոր Եվրոֆայթեր Թայֆուն ինքնաթիռ, ապագայում ավելին տրամադրելու հեռանկարով։ Մեծ Բրիտանիայի վարչապետի այցը տեղի ունենում Անկարայի արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին, քանի որ Թուրքիան արդեն 3 տասնամյակ ձգտում է արդիականացնել իր հնացող F-16-ների պարկը։ Այս քայլը պայմանավորված է տարածաշրջանային մրցակիցների, մասնավորապես Իսրայելի ռազմաօդային ուժերի հզորությանը հակազդելու անհրաժեշտությամբ, ինչը ստիպում է Թուրքիային փնտրել անհապաղ լուծումներ։ Հենց այդպիսի անհետաձգելի լուծում է 4.5 սերնդի Եվրոֆայթեր Թայֆուն կործանիչի ձեռքբերումը։ Այս գործարքը նպատակ ունի լրացնելու ռազմավարական բացը, մինչև շահագործման Թուրքիայի սեփական տեխնոլոգիապես ավելի առաջադեմ 5-րդ սերնդի կան կործանիչը, որը դեռ մշակման փուլում է։ Էկոնոմիկ իլիշկիlerimizi Մենք վճռական ենք էլ ավելի ամրապնդելու մեր տնտեսական հարաբերությունները։ Մեր համապատասխան հաստատություններն ու կազմակերպությունները բազմաթիվ միջոցներ են ձեռնարկում, այդ թվում թարմացնելով մեր ազատ առևտրի համաձայնագիրը։ Մենք նաև ուսումնասիրում ենք երրորդ երկրներում համատեղ ներդրումային հնարավորությունները։ Մենք նպատակ ունենք նոր գործընկերություններ հաստատելու էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Մինչ ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ պաշտպանական կապերն ամրապնդվում էին, տարածաշրջանային մեկ այլ ուժի հետ լարվածությունն ակնհայտ էր։ Նույն օրը Բուդապեշտում Իսրայելի արտգործ նախարար Գիդեոն Սարը հայտարարեց, որ Իսրայելը չի ընդունի թուրքական զինված ուժերի ներկայությունը Գազայում, որպես ցանկացած միջազգային խաղաղապահ առաքելության մաս, ընդգծելով Էրդողանի կառավարության թշնամական դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ։ Ցավոք եւ հիմնականում վերջին 2 տարիների ընթացքում, բայց նույնիսկ դրանից առաջ, Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ թշնամական քաղաքականություն է վարել Իսրայելի դեմ, որը ներառում էր ոչ միայն թշնամական հայտարարություններ, այլև դիվանագիտական ու տնտեսական միջոցներ Իսրայելի դեմ։ Ուստի մեզ համար խելամիտ չէ թույլ տալ նրանց զինված ուժերի մուտքը Գազայի հատված, եւ մենք դրան չենք համաձայնի, եւ մենք այդ մասին ասել ենք մեր ամերիկացի բարեկամներին։
Դեռ 1998 թվականին Թուրքիայի զինված ուժերը հայտարարել էին $160 միլիարդ սպառազինության 20-ամյա արդիականացման ծրագրի մասին։ Այդ գումարից 45 միլիարդն ուղղված էր ռազմաօդային ուժերի արդիականացմանը, մասնավորապես 200 միավորի հասնող F-16-երի պարկի թարմացումն ու F-35-երի ձեռքբերումը։ Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումից հետո Միացյալ Նահանգները չեղարկեց Թուրքիայի հետ F-16-երի արդիականացման գործարքները։ 2019-ից էլ պարբերաբար կասեցվում է F-35-երի առաքումները։ Օրեր առաջ Դոնալդ Թրամփն ակնարկեց, որ Վաշինգտոնը կարող է վերանայել իր դիրքորոշումը, եթե Անկարան հրաժարվի ռուսական զենքից, եւ խնդիրը նորից պատվեց մշուշով։ Ըստ մասնագետների Թուրքիայի արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների խորացումը ընթանում է Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական նոր զարգացումների եւ դիրքորոշումների խորացման ակասությունների ֆոնին։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Մոնտենեգրոյի քաղաքացուն դանակահարելուց հետո այնտեղ իրավիճակը լարված է թուրքերի համար։ Ոստիկանությունն արդեն ձերբակալել է տասնյակ թուրք եւ ադրբեջանցի քաղաքացիների, ինչպես հարցագործությանը մասնակցելու կասկածանքով, այնպես էլ առանց անհրաժեշտ փաստաթղթերի երկրում գտնվելու համար։ Այս դեպքից հետո Մոնտենեգրոյի կառավարությունը որոշել է ժամանակավորապես չեղարկել Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի երկիր մուտք գործելու իրավունքը։ Սա շատ լուրջ իրողություն է, քանի որ Բալկանյան այդ երկրում մոտ 13,000 թուրք է բնակվում եւ զբաղվում բիզնեսով, ինչը կարևոր է երկրի տնտեսության համար։ Դիտենք իմ գործընկերոջ պատրաստած ռեպորտաժն ու վերադառնանք։ Թուրքերի ու ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ են Մոնտենեգրոյում։ Ամեն ինչ սկսվել է շաբաթ գիշերը սրճարանի մոտ մի սովորական լեզվակռվից։ Կրքերը թեժացել են, երբ մի խումբ թուրքեր հարձակվել ու դանակահարել են չեռնոգորցի տղամարդու, որը պաշտպանել է մի կնոջ։ Բարեբախտաբար տուժածի կյանքը բժիշկները կարողացել են փրկել։ Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է դանակահարությանը մասնակցելու կասկածանքով 2 անձի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիների, բայց ոչ միայն այսքանը։ Եվս 45 քաղաքացի էլ օրինական բնակության փաստաթղթեր չունենալու կասկածանքով է ձերբակալվել։ 7-ին տուգանել են եւս 8-ի հանդեպ արտաքսելու որոշում կայացրել։ Չեռնագորիայի կառավարությունը ժամանակավորապես կկասեցնի Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը եւ ինտենսիվ քննարկումներ կսկսի Անկարայի հետ ապագա վիզային պայմանավորվածությունների շուրջ։ Տեղացիների զայրույթն այնքան ուժգին է, որ ցույցեր են սկսվել սպանեք թուրքերին, վռնդեք նրանց կարգախոսներով։ Կատաղած ցուցարարները ջարդուփշուր են արել թուրքերի ռեստորանները եւ մեքենաները։ Տեղացիները սեփական ուժերով նաեւ բարեկախմբեր են ձևավորել թուրքերի հակահարձակումը դիմագրավելու համար։ Հյուգոյի հայտնի այստեղով թուրքեր են անցել միտքն այս դեպքում հակառակ տրամաբանությամբ է գործել։ Անկարան արագորեն արձագանքել է տեղի ունեցածին։ Արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Միլոյկոս Պայիչի եւ իր պաշտոնակից Էրվին Իբրահիմովիչի հետ, կոչ անելով Չեռնոգորիայի իշխանություններին ապահովել թուրք քաղաքացիների պաշտպանությունը։ Դրանից հետո Թուրքիայի արտաքին գերատեսչություններ հանդես եկել հայտարարությամբ։ Անկարան ակնկալում է, որ Չեռնոգորիայի իշխանությունները անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու համար։ Մոնտենեգրոյում մշտապես կամ ժամանակավ գրանցված 100,000 օտարերկրյա քաղաքացիներից մոտ 13,000-ը թուրքեր են։ Մեծ մասը բնակվում են անօրինական, ընդ որում թուրքերն ունեն գրեթե 7,000 գրանցված ընկերություն։ Օտարերկրյա ձեռնարկությունների ընդհանուր կազմում թուրքականների մասնաբաժինը 28% է։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Ուժգին երկրաշարժ է եղել Թուրքիայի Բալաքեսիր նահանգում, որը զգացվել է նաև Ստամբուլում եւ մոտ շրջաններում ավերածություններից վիրավորներ կան։ Փակվել են դպրոցները, կաթվածահար է եղել օդանավակայանների աշխատանքը։ Երկրաշարժ է։ Հենց հիմա երկրաշարժ է, վայ, երկրաշարժ է, այո սիրելի հեռուստադիտողներ, շատ ուժեղ ցնցվում ենք հիմա։ Խեղճ երեխաներ, ես հիմա նրանց եմ գրում։ Ուժգին երկրաշարժ Թուրքիայում 48 ժամվա ընթացքում երկիրը ցնցվել է երկրորդ անգամ։ 6.1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Բալաքեսիր նահանգն է։ Ըստ թուրքական պաշտոնական տվյալի 22 մարդ է վիրավորվել, հիմնականում խուճապի պատճառով պատշգամբից դուրս նետվելու հետևանքով։ Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։ Նահանգի մի քանի քաղաքում բարձրահարկ շենքեր են փլուզվել, դպրոցները փակվել են, շատ բնակավայրերում խափանվել է հոսանքի եւ ջրի մատակարարումը։ Ցնցումների ընթացքում խափանվել է մոտ 16 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլի 2 օդանավակայանի աշխատանքը։ Օդաչուներին հրահանգել են մնալ օդում։ Ցնցումները զգացվել են Իզմիրում, Ստամբուլում, Բուրսայում եւ հարակից շրջաններում։ Շատերը լքել են իրենց տները վախենալով հետցնցումներից եւ հետագա ավերածություններից։ Արդեն գրանցվել է 2 տասնյակից ավելի հետցնցում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Նախագահ Թայիփ Էրդողանը փորձել է հանգստացնել խուճապի մատնվածներին, հայտարարել է, որ ուժեղ երկրաշարժից հետո իրավիճակը իրենց վերահսկողության տակ է։
Մերի Դանիելյան, Reopen Media։ Ճապոնիա գնացած Թրամփը ամերիկա-ճապոնական հարաբերությունները որակելով մտերմիկ, ասել է, թե Միացյալ Նահանգները Ճապոնիայի հետ ունեցել է փոքր կոնֆլիկտ, ինչպիսին էր ըստ նրա երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Թրամփի հետ բարձրացել է ամերիկյան ավիակիրի վրա որպես Թրամփի այցի արարողակարգային մաս, որտեղ Թրամփը գրկախառնվել եւ ներկայացրել է նրան որպես հրաշալի վարչապետ։ Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի միջև սիրելի դաշինքը հիրավի ամբողջ աշխարհում ամենահրաշալի հարաբերություններից մեկն է։ Երբեք չի եղել նման բան։ Սարսափելի պատերազմի մոխիրներից սնված մեր կապը 8 տասնամյակների ընթացքում աճել է մինչև այն գեղեցիկ ընկերությունը, որը մենք ունենք։ Այն խաղաղ օվկիանոսում խաղաղության եւ անվտանգության հիմքն է։ Ճապոնիան եւ Միացյալ Նահանգները ավելի ուժեղ եւ բարգավաճ դարձնելու համար ես ուզում եմ աշխատել նախագահ Թրամփի հետ միասին Ճապոնիա-ԱՄՆ դաշինքի նոր ոսկե դարաշրջան կառուցելու համար։ Շնորհակալություն։ Թեժ է իրավիճակն Աֆրիկայում ու պատճառը միայն շոկը չէ։ Gen Z-ի երիտասարդները, որոնք ծնվել են թվային տարածաշրջանում, հոգնել են հին ղեկավարներից և կոռուպցիայից։ Կամերունում, որտեղ 92-ամյա նախագահը արդեն 8-րդ անգամ է վերընտրվել, երիտասարդները փողոց են դուրս եկել։ Նրանք պահանջում են արդար ընտրություններ և նոր առաջնորդ, ավելի երիտասարդ 80-ամյա Բակարիին։ Մոզամբիկում, որտեղ մոտ կես դար է իշխող կուսակցությունը նույնն է, իրավիճակը փոխում է երիտասարդությունը։ Մադագասկարում Gen Z-ի մասնակցությամբ զանգվածային ցույցերը ռազմական հեղաշրջման և նախագահի պաշտոնանկության հարցն է։ Պատվարժան դատարանն ազդարարում է, որ 92-ամյա Բիա Փոլը արդեն 8-րդ անգամ ընտրվում է Կամերունի նախագահ։ Կենտրոնական Աֆրիկայի այս երկրում պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետը 7-ամյա է։ Ուստի աշխարհի ամենատարից առաջնորդը կարող է նոր ռեկորդ սահմանել, նախագահի պաշտոնում մնալով մինչև 99 տարեկանը։ Հավանաբար սա կլինի նրա վերջին վերընտրությունը։ Աֆրիկյան երկրի փողոցներում սակայն համաձայն չեն սպասել մինչև նրա մահը։ Պահանջում են երկրի ղեկը հանձնել ընտրություններում նրա մրցակից 80-ամյա Իսա Տչիրոմա Բակարիին։ Փոլ Բիյանը գողացել է մեր հաղթանակը։ Նրանք արդեն ամեն ինչ նախորոք ծրագրել էին։ Մենք պահանջում ենք մեր թեկնածուի արժանի հաղթանակը։ Այս նախագահը պետք է լքի Կամերունը։ Մենք հոգնել ենք, ժողովուրդը հոգնել է։ Ուզում ենք, որ մեր թեկնածուն Իսա Տչիրոման գա եւ կարգի բերի երկիրը։ Մենք բավականաչափ տառապել ենք։ Երիտասարդները աշխատանք չունեն, երկիրը քաոսի մեջ է։ Իշխանության կողմնակիցները սակայն պնդում են, որ Բիայի հաղթանակը օրինաչափ ու արդար է։ Նա խաղաղության մարդ է, միավորող գործիչ, հայր է երկրի համար, եւ մենք դեռ շատ հույս ունենք նրա վրա։ Բիա Փոլը, որ այսօր մոլորակի ամենածեր գործող նախագահն է, 1982-ին ընտրվելուց հետո դիմակայել է 84-ի հեղաշրջման փորձին, իսկ 92-ին միջազգային ճնշման տակ անցկացրել է երկրի առաջին բազմակուսակցական ընտրությունները, թեև ըստ դիտորդների բազմաթիվ կեղծիքներով։ Կամերունը միակը չէ աֆրիկյան մայրցամաքում, որտեղ պահանջում են երկարամյա ղեկավարի հրաժարականը։ Մոզամբիկում օրինակ բողոքի ցույցերը սկսվել էին վիճահարույց ընտրություններից հետո, որոնք երկարացրել էին իշխող կուսակցության գրեթե կեսդարյա իշխանությունը։ Մարդիկ բողոքում էին կոռուպցիայի, թանկացումների և գործազրկության դեմ։ Մադագասկարում ևս տեղի ունեցան զանգվածային ցույցեր, հիմնականում երիտասարդների Gen Z-ի մասնակցությամբ։ Ցույցերն ավարտվեցին ռազմական հեղաշրջմամբ և նախկին նախագահի պաշտոնանկությամբ։ Մարոկոյում ևս Gen Z-ն ակտիվացել է, բողոքում են կառավարության անհիմն ծախսերի դեմ։ Մայրցամաքում տարածված շարժումները մարտահրավեր են նետում իշխող էլիտաներին և պահանջում ավելի ժողովրդավարական կարգեր։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Մեծ արագությամբ երկիր մոլորակին աստղակերպ է մոտենում, սակայն ՆԱՍԱ-ից վստահեցնում են, որ նույնիսկ տիեզերական չափումներով հսկայական աստերոիդը կարող է կանաչ մոլորակի կողքով ուղղակի անցնել։ Աշխարհի վերջի հետաձգման մասին կպատմի Մերի Դանելյանը։ Տիեզերական չափումներով սրընթաց արագությամբ երկրին է մոտենում խորհրդավոր երկնային օբյեկտ, որը նախկինում երբեք չի երևացել։ 3i Atlas, հազվագյուտ միջաստղային օբյեկտ, որը հայտնաբերվել է այս ամռանը և բուռն քննարկումներ առաջացրել։ Երկնային մարմինը շարժվում է 210,000 կմ/ժ կամ վայրկյանում գրեթե 60 կմ արագությամբ։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ավի Լոեբի խոսքով, այս մասշտաբի օբյեկտը կարող է հայտնվել միայն 10,000 տարին մեկ անգամ։ Ըստ ՆԱՍԱ-ի 3i Atlas-ը որևէ սպառնալիք
կարիք չի ներկայացնում երկրի համար։ Հաշվարկները ցույց են տալիս, որ օբյեկտը երկրագնդին ամենամոտը կլինի դեկտեմբերին, մոտ 270 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Աստերոիդի քաշը 33 միլիարդ տոննայից ավելի է, օբյեկտի տրամագիծը մոտ 5 կիլոմետր է, մոտավորապես Մանհեթենի կղզու չափ։ Աստղակերպը տարբերվում է իր նախորդներից տարօրինակ քիմիական բաղադրությամբ։ Օբյեկտի շուրջ նիկելի գոլորշու ամպեր են նկատվել առանց երկաթի։ Սա զարմացնում է գիտնականներին, քանի որ սովորաբար նիկելը եւ երկաթը միասին են հանդես գալիս տիեզերական մարմիններում։ Whether that may be some kind of a conspiracy that Ինձ հարցրել են, թե արդյոք դա կարող է լինել որևէ դավադրություն, որը կապված կլինի այլմոլորակային ինտելեկտի հետ։ Ես կարծում եմ, շատ ավելի հավանական է, որ դա երկրային հիմարության, քան այլմոլորակային ինտելեկտի արդյունք լինի։ Մինչև այժմ բազմաթիվ աստերոիդներ են անցել երկրի մոտով, որոշները պոտենցիալ վտանգավոր։ Վերջին ցնցող դեպքը 2013-ին էր, երբ աշխարհը ականատես եղավ սարսափեցնող տիեզերական իրադարձության։ Մոտ 18-ից 20 մետր տրամագծով երկնային օբյեկտը հայտնվեց Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի երկնքում եւ պայթեց մոտ 30 կիլոմետր բարձրության վրա։ Առաջացած հարվածային ալիքը 6 քաղաքներում վնասեց շուրջ 7200 շինություն, կոտրելով բոլոր ապակիները եւ վիրավորելով ավելի քան 1500 մարդու։ Այս իրադարձության վտանգն այն էր, որ աստղակերպը չէր հայտնաբերվել մինչև մթնոլորտ մտնելը, քանի որ այն մոտենում էր թաքնվելով արեգակի շողերի մեջ։ Իսկ երկրին մոտեցող Ատլաս աստղակերպը Չելյաբինսկի մետեորոիդից ծանր է 3 միլիոն անգամ։ Մերի Դանիելյան, Free Open Media։ Եվ թողարկման վերջում SOS մանկական գյուղեր բարեգործական հիմնադրամը 35 տարեկան է մեր երկրում, Սպիտակի երկրաշարժից հետո սկսած այս նախաձեռնությունը բազմաթիվ երեխաների ընտանիքում մեծանալու հնարավորություն է տվել։ 35-ամյակի միջոցառմանը իմ գործընկեր Աննա Հարությունյանը խոսել է մի կնոջ հետ, որը 26 երեխայի մայրություն է արել։ Երեխա են իմ մոտ եղել, հիմիկվադրությամբ 5-ն են, մնացած արդեն ավարտել են, մեծացել են, ամուսնացել են, երեխաներ ունեն։ 26 տարում 26 երեխաներ մեծացրած Իրինա Մուրադխանյանը SOS մանկական գյուղեր հիմնադրամի այն խորհրդանիշերից է, որոնք տասյակ տարիներ Հայաստանում իրականացնում են մի առաքելություն՝ ընտանիք պարգևել այն երեխաներին, որոնք զրկվել են դրանից։ Իրինան հիշում է հիմնադրամին միացել է, երբ դեռ շինարարություն էր ընթանում։ Աշխատել եմ 3.5 տարի որպես SOS մորաքույր, իսկ հետո արդեն դարձել եմ SOS մայր, ընդունվել եմ որպես SOS մայր։ Յուրաքանչյուր երեխա ունի իր պատմությունը եւ իր ցավը, եւ SOS մոր համար ամենադժվարը հենց այդ ցավով ապրելն է երեխայի վստահությունը շահելու եւ նրա համար իսկական ընտանիք դառնալու համար։ Ամեն երեխայի հետ անցնում ես այդ կյանքը, որով ինքը անցել է, դու այդ ամեն ինչ իմանում ես ու այդ է դժվար։ Պետք է ընդունես, պետք է կոպիտ ասած ապրես դա, որ կարողանաս հետ հարաբերությունները նորմալ ստեղծես։ 10 տարուց ավելի աշխատած մայրերին հանձնվեցին ոսկե մատանիներ, որպես նրանց նվիրումի գնահատական։ Հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը հիշեցնում է, հիմնադրամը ստեղծվեց 1988 թվականի երկրաշարժից հետո, 1990-ին։ Եվ սկսեց խնամք իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ովքեր երկրաշարժից հետո կորցրել էին իրենց ծնողներին։ Այդ ժամանակ խնամքը իրականացվում էր SOS մայրերի միջոցով, որոնք ընտրվում էին հատուկ ստանդարտներով։ Տարիների ընթացքում կազմակերպության առաքելությունը փոխվել է։ Այսօր հիմնական շեշտը դրվում է ոչ թե հետևանքների, այլ պատճառների վրա, կանխելով երեխաների հայտնվելը խնամքի հաստատություններում։ Բացի խնամքի ծառայություններից, որը մենք տրամադրում ենք, վերջի 15 տարիներին կազմակերպությունը սկսել է ավելի ակտիվ աշխատանքներ իրականացնել կանխարգելման գործառույթի հետ կապված, քանի որ գտնում ենք, որ կանխարգելումը ավելի կարևոր է, որպեսզի երեխաները չհայտնվեն խնամքի հաստատությունում, ինչպես նաև մեզ մոտ։ Հենց այս գործով է ներգրաված Արմենուհի Ալաղյանը, որն ինքը մեծացել է SOS մանկական գյուղում, իսկ այժմ որպես սոցիալական աշխատող օգնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին։ Ես ինքս մեծացել եմ SOS մանկական գյուղերում եւ գնահատելով ընտանիքի արժեքը եւ հասկանալով, որ յուրաքանչյուր երեխայի համար առաջին հերթին կարեւոր է մեծանալ կենսաբանական ընտանիքում եւ ուսումնասիրելով տվյալ մասնագիտությունը, որով գերազանց ավարտել եմ, որոշեցի աշխատեմ եւ հանկարծակի
ոնց որ հայտարարությունը տեսնելով դիմեցի կազմակերպություն, հաստատություններն անցելուց հետո ընդունվեցի։ Այս բարդ աշխատանքում Հայաստանի գրասենյակը մենակ չէ։ Կազմակերպությունը, որը գործում է 137 երկրում, ունի միջազգային գործընկերներ, որոնցից է SOS մանկական գյուղեր Ֆրանսիա հիմնադրամը։ Արդեն մի քանի տարի է, ինչ մենք հանդիսանում ենք SOS Հայաստանի գործընկերը։ Այժմ 3 տարվա համար նախատեսված 2 աջակցություն ունենք Կոտայքում եւ Իջևանում։ Գիտեք, մեր առանձնահատկությունն այն է, որ օգնում ենք այլընտրանքային խնամքի ծրագրերին։ Յուրաքանչյուր երեխա մի դեպք է եւ մենք պետք է գտնենք լավագույն լուծումը։ Եվ նաեւ համապարփակ մոտեցմամբ առողջապահության, սննդի, կրթության եւ այլնի վերաբերյալ, ինչպես նաեւ երեխաների որոշակի անվտանգության ապահովման։ Ընտանիք կառուցելու գործընթացը սկսվում է ոչ թե կանոններից, այլ անհատական մոտեցումից, վստահության ձեռքբերումից եւ յուրաքանչյուր երեխայի պատմությունը հասկանալուց։ Մենք իմանում ենք իրանք ինչ որտեղից են եկել, ինչ փորձառություններ են ունեցել, ու ըստ դրա արդեն ինքդ մտածում ես ոնց կարելի է վստահություն ձեռք բերես երեխայի մոտ, վստահության հետ էլ արդեն կգա սերը։ Օգնում ենք, որպեսզի կայունանան, կարողանան ինքնուրույն հաղթահարել իրենց կյանքի դժվարին իրավիճակները եւ հիմնական մեր նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա սիրված եւ հասկացված ընտանիքում, այսինքն կանխարգելում ենք մանկալքությունը։ SOS մանկական գյուղեր հիմնադրամի 35-ամյա ուղին ոչ միայն միջազգային համագործակցության եւ սոցիալական աշխատանքի, այլև Իրինայի նման հարյուրավոր մարդկանց նվիրումի պատմություն է։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։ Դե իսկ մենք այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 13-ին է, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարին ընդ ձեզ։